Ողջույններս դուրը Ջան ողջույններս հարգելի հետևորդներ, ինչպես խոստացել էինք, այսօր մեր ուղիղ եթերը կհեռարձակենք Ռոստովաշար բժշկական վերականգնողական կենտրոնից կրեք, սեցանենք, ես մեծացնենք չէ։ Մի քիչ տեխնիկական հիմա կարող եք ստուգել, եթե ուղիղ եթերում հետևորդներից մարդ կխնդրեմ, գրեք, տեսնեմ, մենք այժմ ուղիղ եթերում ենք, ուզում ենք համոզված լինել, որքանով ամեն ինչ տեխնիկապես ճիշտ է։ Այդ տուր միացնեմ, հիմա մենք մեր ստուգող հեռախոսով և TikTok-ում մենք ուղիղ եթերում ենք արդեն, հիմա կնայինք նույնպես մեր Facebook-յան ուղիղ եթերը միացել է թե ոչ հարգելիներս, այո, մենք երկու տեղում էլ միացել ենք մեր եթերին, շնորհակալ եմ բոլորիցդ, մի քանի խոսքով նորից ողջույնի խոսքով դիմեմ ձեզ, սիրելիներս։ Եվ այսպես հարգելիներս, բարի երեկո և բարի օր։ Բարի ձեզ։ Այսօր եթերում բժիշկ Հրայր Լևոնի Աչեմյան, նյարդավիրաբույժ, Հայաստանի ռազմական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ղեկավարը, բավականին բազմափորձ նյարդավիրաբույժ, բավականին երկար տարիների որակյալ, կրկնում եմ, բարձր որակի աշխատանքի փորձառություն ունեցող, հրաշալի վիրահատությունների հեղինակ և ամենակարևորը մեծատառով հոգատար և հայ մարդ։ Շատ հարգում եմ իմ կոլեգային ու ընկերոջս, շատ սիրում եմ, շատ հավանում եմ իրան մարդկային և մասնագիտական բոլոր վերակների մեջ։ Ես բժիշկ Տիգրան Գրիգորյանն եմ, ղեկավարում եմ առողջ Ողնաշար բժշկական վերականգնողական կենտրոնը և ինչպես նախապես խոստացել էի, մենք երկու զուգահեռ հարթակներում, TikTok-յան և Facebook-յան հարթակներում այժմ ուղիղ եթերում ենք։ Մինչև որ կսկսենք, բարև ձեզ, մինչև որ մենք կսկսենք մեր ուղիղ եթերը, իմ խնդրանքս է ձեզ բոլորիդ, որ անպայմանորեն տարածեք եթերը, կիսվեք ձեր ընկերների հետ և սրտիկներով ամրապնդեք այդ եթերները, որպեսզի ակտիվությունը շատ ավելի բարձր լինի և մենք հնարավորություն ունենանք հասանելի լինելու մեր շատ քաղաքացիների, մեր շատ հայ մարդկանց աշխարհի բոլոր ծայրերում և նույնպես կպատասխանենք ձեր հարցերին և նույնպես վերջում անպայման անդրադարձ կկատարենք, որքանով որ դա հնարավոր կլինի ձեր հարցադրումներին, նորից ու նորից ասեմ ձեզ, որ սկզբից հարցադրումներ չանել, որովհետև միգուցե ժամանակի պատճառով, միգուցե տեխնիկական պատճառներով չկարողանանք բոլոր հարցերին պատասխան տալ, ինչի համար ներողություն ենք խնդրում և հույս ունեմ, որ մենք շատ շուտով կունենանք այդ հնարավորությունը, որպեսզի բոլորիդ հարցերը լինեն պատասխանված։ Իսկ հարցերը չեն լինի պատասխանված, այս եթերը ձայնագրությամբ տեղադրված կլինի մեր պաշտոնական էջերում և այդ պաշտոնական էջի ձայնագրության վերևում տեղադրված կլինի թե իմ, թե դոկտոր Աչեմյանի հեռախոսահամարները ուղիղ կապ ստեղծելու համար։ Այսինքն մեր այս ուղիղ եթերի ակնկալիքը ձեր համար ոչ միայն պետք է լինի ուղիղ եթերի ընթացքում հարցերի տրամադրումը, մենք ավելի շատ հիմա կենտրոնացած ենք լինելու աշխատանքը ներկայացնելու մասնագիտական աշխատանքը որպես իրազեկման ծրագիր։ Կրկնում եմ, սա մի ընդունեք որպես գովազդ, դա իրոք անհարմար բան կլինի, որ սա անընկալվի որպես գովազդ։ Սա ընդամենը մասնագիտական
իրազեկման հաղորդաշար է, որը հերթական անգամ տեղի է ունենում Աղաչ Վանաշար բժշկական վերականգնական կենտրոնի աշխատանքային սենյակից եւ մեր հյուրը նորից ողջունենք մեր հյուրին, մեր հրայր Լևոնի Աչեմյանին, նյարդավիրաբույժ։ Բարև ձեզ, հարգելի ընկերներ, բարև ձեզ դոկտոր Գրիգորյան, բարև ձեզ ձեր աշխատակազմ։ Շատ ուրախ եմ իրոք ձեր մոտ եւ պատրաստ եմ պատասխանելու հարցերին եւ ծանոթացնելու մեր ընկերներին նրբությունների հետ, յուրատուկ մոտեցման դեպքում, տարբեր վիրաբուժական մոտեցումների ժամանակ, բոլորը հիմա կծանոթացնենք, ինչքան որ հնարավոր կլինի։ Եվ այսպես ամենակարևոր ակտուալ հարցերի պատասխանը այսօր դուք կստանաք։ Ուրեմն, ամենակարևոր հարցերից մեկը։ Ինչ է նշանակում միջուղային աճառի ճոխվածք կամ ստենոզ, ուրեմն ողնանցքի մասնակի կամ ամբողջական ներառումով, դրա մասին դոկտոր Աչեմյանը կներկայացնի հիմա, որ ընթացքում նույնպես կներկայացնենք, որ դեպքում դեռ վաղ փուլերում ինչպես է պետք լարվել, հետո ավելի ուշ փուլերում, երբ որ բանը հասնա վիրահատության, այ երբ ենք իմանում, երբ հասանք վիրահատության։ Փորձեմ կրճատ հարգելի եւ հասկանալի նույնիսկ բացատրեմ։ Միջուղային աճառի ճոխվածք ռուսերեն հիմնականում ժողովուրդ ասում է գրիժա, պրոտրուզիա, ինչի արդյունք է նա հանդիսանում։ Նա հանդիսանում է օսեոխոնդրոզի արդյունք, այսինքն այլ ձևով ասած, ժողովրդական ձևով ասած, ժողովուրդ ասում է աղերի կուտակման հետևանքով։ Ինչ է լինում աղերի կուտակման հետևանքով։ Միջուղային աճառը դիսկը կորցնում է իր հատկությունները, ինքը ջրազրկվում է եւ արտափքվում է դեպի ողնաշարային խողովակ։ Եվ ողնաշարային խողովակում ինքը բերում է ստենոզի եւ նյարդամատիկների սեղմանը բերում։ Հիմա այն հարցը դոկտոր Գրիգորյան, թե ինչ բժշկական տակտիկա ընտրել հիվանդին բուժելու համար։ Երբ է պետք վիրահատել, երբ չի պետք վիրահատել։ Իմ այսքան տարիների փորձառությունը եւ սկզբունք աշխատանքային ինչն է։ Միջուղային աճառի ճոխվածքի արկայությունը, ստենոզի արկայությունը չի հանդիսանում վիրահատության ցուցում։ Այլ ձևով ասած, երբ ինձ մոտ բերում են MR տվյալներ, օրինակ բարեկամներ, ընկերներ եւ ասում են հիվանդին պետք է վիրահատել, թե պետք չի վիրահատել, միանշանակ պատասխան չի լինում տալ։ Իմ պատասխանն է պետք է հիվանդը զննվի, մանրամասն անամնեզ հավաքվի եւ նոր որոշում կայացվի, արդյոք պետք է հիվանդին վիրահատել, թե պետք չի վիրահատել։ Ինչն է հանդիսանում ցուցում վիրահատությանը։ Միջուղային աճառի ճոխվածքի արկայությունը կամ ստենոզի արկայությունը, որը չի ենթարկվում կոնսերվատիվ բուժման։ Կոնսերվատիվ բուժումը ինի կարգ ունեմ եւ դեղորայքային բուժում եւ ֆիզիոթերապևտիկ բուժում։ Սակայն այդ ամենը ունի իր սահմանները։ Փորձից ելնելով լինում են գիգանտ ճոխվածքներ, որը հիվանդը ի սկզբանե ֆիզիոթերապևտիկ բուժում կամ դեղորայքային բուժում ստացած չի լինում, կախված արդեն ճոխվածքի տեսքից, մեկությունից, տեղադրությունից, իրան չենք էլ ասում, որպեսզի ինքը ստանա կոնսերվատիվ բուժում, որտեղ դա լինում են գիգանտ ճոխվածքների դեպքում, օրինակ 1.5 մոտավոր չափերով ընդունված չի բժշկության մեջ տեղն է կապ ունի, բայց 1.5 սանտիմետր մեծ գնդային ճոխվածքներ, որոնք լցնում են ամբողջ խողովակը, այդ դեպքում ենք խորհուրդ չենք տալի, որպեսզի հիվանդը ձգձգի իր վիրահատությունը։ Ցանկացած այլ դեպքերում հիվանդը պարտադիր իմ կողմից ուղարկվում է ֆիզիոթերապևտիկ բուժման։ Քանի որ ֆիզիոթերապևտիկ բուժումը ինչ է բերում, ինչի է օգնում ֆիզիոթերապևտիկ բուժումը։ Քանի որ միջուղային աճառները երբ որ առաջանում են, իրենք դեռևս լինում են հարուստ ջրով, լինում են իրենք հիդրատացիային ենթարկվում։ Ֆիզիոթերապևտիկ բուժումը բերում է ճոխվածքի ջրազրկման եւ ճոխվածքի կարծրացմանը բերում եւ ճոխվածքը չափերով փոքրանում է եւ կոմպրեսիոն համախտանիշը կորում է եւ հիվանդի մոտ ցավային համախտանիշն էլ նվազում է կամ շատ դեպքերում լինում է նաեւ կորում է։ Կան մոտեցման տարբեր տարատեսակներ։ Կան օրինակ sense դեպքեր, որ հիվանդը զնվում է եւ ասվում է. դու միանշանակ չես վիրահատվելու։ Դու պետք է համառությամբ ստանաս վերականգնողական եւ ֆիզիոթերապևտիկ բուժում, որպեսզի դու բուժվես։ Կան դեպքեր, երբ որ մենք առաջարկում ենք ստացի մոտավորապես 5-ից 7 կուրս ֆիզիոթերապևտիկ բուժում, անէֆեկտիվության դեպքում նոր մոտեցեք արդեն վիրահատական բուժման։
Սակայն այդ ամեն ինչը գտնվում է հիվանդի հսկողության, մենք հիվանդի ջանք շատ խիստ հսկում ենք, այսինքն եթե ֆիզիոթերապևտիկ բուժման նյարդաբանական կլինիկան խորանում է հիմնականում պարեզի դեպքում, այսինքն երբ որ լինում է համապատասխան նյարդամատիկի պարեզ եւ համապատասխան նյարդի շարժման, համապատասխան մամկանի շարժման թուլացում, հիվանդը շտապ ուղարկվում է վիրահատական բուժման։ Ուզում եմ ասել, որ հիվանդը պետք է զղի կոմպլեքս պետք է նայվի, որ դեպքում է պետք շարունակել ֆիզիոթերապևտիկ բուժումը, որ դեպքում պետք չի շարունակել եւ որ դեպքում պետք է ի սկզբանե կատարել վիրահատական միջամտություն։ Եվ անամնեզը շատ կարևոր է։ Շատ դեպքեր է լինում, օրինակ տեսեք, հիվանդը ասում է բժիշկյան բուժում եմ ստացել, մի ամիսը մեկ բուժում է ստանում լրիվ անցնում, այսինքն տարին մոտավորապես 7-ից 8 անգամ կուրսեր է ստանում, դա եղավ որ դա արդեն ինքը էֆեկտիվ չի արդեն բուժումը, քանի որ չի կարող հիվանդը տարին մոտ 7-8 անգամ, մոտ 20 օր ստանա կամ ֆիզիոթերապիա կամ ոչ ստերոիդներ կամ ստերոիդային հակաբորբոքայիններ եւ դա արդեն դիտվում է ճիշտ է, մոտ կարող անցնում է կուրսի վերջում, բայց դա էլի կրկնվում է։ Այդ դեպքում էլ պետք է կատարել վիրահատական բուժում։ Նյուանսները շատ են, իրականում սպինալ խիրուրգիան ներվիրաբուժությունը ինքը շատ լուրջ գիտություն է, բուն ողնաշարը ինքը շատ ինչքան է որ տենց թյուր կարծիք կա, որ ինքը կոպիտ օրգան է, բայց ինքը բավականին լուրջ օրգան է ողնաշարը, ինքը լավ խնամք է պահանջում ողնաշարը, լավ ճիշտ մոտեցումներ է պահանջում եւ ճիշտ բուժում է պահանջում ողնաշարը։ Արդեն կախված տարբեր դեպքից, կախված տարբեր վիրահատություններ է կատարում։ Արդեն ըստ կոնկրետ դեպքերի կարող են խոսել, որ դեպքում ինչ է կատարվում։ Այս վերջերս օրինակ եղել են շատ հետաքրքիր դեպքեր են եղել, դե մեր մոտ շատ է լինում։ Դեպքեր ուղղակի sense իրոք շատ հետաքրքիր ու կլինիկական ակնհայտ էֆեկտիվություն ունեցող վիրահատություններ են կատարել։ Ես կուզենամ, որպեսզի մեր հանրությունը իրազեկված լինի, որ նման տիպ վիրահատությունների համար պետք չի գնալ այլ երկրներ եւ վիրահատվել եւ երբևիցե հետո բժիշկին չտեսնել, որտեվ սա բարդ վիրահատություններ են, կարող լինի 1000 միլիոն բան, թե վիրահատության, թե վիրահատական ընթացքում պետք է վիրահատվել այնտեղ որտեղ որ պետք է վիրահատել, ով որ կարում է եւ այնտեղ որտեղ պետք է հետագայում կոնտակտ պահել։ Մեկ բան կուզեմ լրացնեմ, հարգելի բժիշկ, 1000 ուրեմն տեսեք խնդիրը ինչու՞նն է։ Սովորաբար մենք մեր աշխատանքը պլանավորելու մեջ շատ ժամանակ ամեն մասնագիտության մեջ են փորձում ենք հասկանալ, մենք արդյոք դա կարողանում ենք անել, թե չենք կարողանում։ Ես կարծում եմ, որ ամեն մասնագետ պետք է ունենա բարոյական, այն ամենակարևոր առանցքը, հիմքը բարոյականությունն է, մասնագիտական, պրոֆեսիոնալ բարոյականությունը։ Ես սա հասկանում եմ, թե չեմ հասկանում։ Ես սա կարող եմ անել, թե ոչ։ Ես կարող եմ մտնել այս լույսի տակ, հետագա բարդությունները կարող եմ կառավարելի դարձնել։ Երկու գործոն կա, կամ պացիենտի գերծանր վիճակը, որի դեպքում արդեն բժիշկը շատ մեծ հնարավորություն չի ունենում կառավարելի դարձնել վիճակը, դեպքի ուշացածության պատճառով, դեպքի գերբարդ արդեն ընթացքի եւ ուղեկցվող հիվանդությունների պատճառով, երկրորդ պատճառը բժշկի պրոֆեսիոնալիզմը։ Մնացած բոլոր դեպքերում ամեն մասնագետ, ով որ ուզում է կամ կարող է կամ որոշում է կայացնում կատարել քայլը, որոշում է կայացնում թե կոնսերվատիվ բուժման ծրագիր իրականացնել, թե օպերատիվ բուժման կամ վիրահատական բուժման ծրագիր իրականացնել, առաջին հարցը պետք է տա ինքը իրեն։ Ես սա կարող եմ լավ անել կամ շատ լավ անել։ Մենք գոնե մեր կյանքի պրակտիկայում փորձել ենք ապացուցել, որ կամ մենք խոստանում ենք ինքներս մեզ, որ մենք ամենալավը կարող ենք անել, կամ եթե ինչ-որ մի բան մեզանից լավ կարող կա, մեր գործառույթից դուրս է գտնվում, մենք անպայման գտնվում ենք համապատասխան մասնագետներին։ Այսինքն, եթե իմ գործառույթը չի, այլ բժշկի գործառույթը, ես ուղղակի չեմ մտնի այդտեղ։ Քանի որ կոնսերվատիվ բուժման պլանից սկսեցին երկու բառով ասեմ ձեզ։ Այո, կոնսերվատիվ բուժման պլանը չի կարող անսահման եւ անդադար լինել սիրելիներս։ Չի կարելի վերցնել կոնսերվատիվ բուժումը դարձնել, այսպես ասած, դե քանի որ դա վիրահատություն չի, ուրեմն փորձեք, հետո նորից փորձեք, հետո կրկին փորձեք, հետո կոկա-կոլա։ Չի կարելի։ Կոկա-կոլայի բանի այդ խցանի տակը, հա, այս կրկին փորձի կա մինիմալ բժշկական ստատիստիկ հիմք,
Այսինքն, եթե 6-7 սեանսերի ընթացքում կոնսերվատիվ բուժման մեթոդաբանությունը միջին էֆեկտիվություն, չեմ ասում բարձր, մինիմումից դեպի միջին էֆեկտիվություն չի ապահովում, այսինքն ուրեմն 30-40%։ Կարիք չկա շարունակել, կարիք չկա ժամանակ կորցնել, կարիք չկա ռեսուրս ծախսել։ Խոսքը վերաբերում է կոմպլեքսային ֆիզիոթերապիա, կինեզոթերապիա, ուրեմն մեխանոթերապևտիկ տարբեր միջամտություններ, այդ բոլորը միասին է կատարվում։ Եվ դրա համար մենք այսօր ուզում ենք իրոք պարզաբանել։ Իդեպ ասեմ ձեզ, հարցերի պատասխանը լինելի ավելի ուշ, հարգելիներս, խնդրելի եմ համբերություն։ Եվ այսպես, հիմա անցնենք հաջորդ հարցին, որոշեցինք, որ այնտեղ, որտեղ արդեն չի կարելի սպասել, այդ չի կարելի սպասելը, հիմնական տրվող հարցերը, որ դեպքերում ըստ սիմպտոմատիկայի արդեն չի կարելի սպասել և պետք է գնալ վիրահատության դոկտոր ջան։ Հիմնականում գերակշռող դեպքերում դա առաջացած համապատասխան նյարդամետիկով պարզված դա պարեզն է։ Խորացող պարեզն է, որ արդեն խորհուրդ չի տրվում սպասել, քանի որ սենց ընդունված ժամանակահատված կա։ Պարեզից հետո 72 ժամ, եթե պարեզը տևածանում վիրահատությունը, ինքը արդեն իսկ համարվում է պարեզի վերականգնման համար քիչ հավանական։ 72 ժամ հետո արկա պարեզը, սակայն ես ու դոկտոր Գրիգորյանը մենք դեպքեր ենք ունեցել, ես չեմ կարասի, ոնց, որ ամիսից ավելի տևած պարեզը, ինքն էլ մի քանի հոգի դեծեղին, իրենք բոլորն է երիտասարդ 2 աղջիկ է եղել, 1 տղամարդ։ Վիրահատությունից հետո հիվանդը ուղղորդվել է առողջ ողնաշարժ բժշկական կենտրոն և բուժումից հետո հիվանդների մոտ շարժումները վերականգնվել են։ Դրա մասին ամենավերջում խոսենք։ Շատ հետաքրքիր դեպքեր են դրանք։ Իսկ նկարագրությունը, դոկտոր ջան, այն սիմպտոմատիկ նկարագրությունը ինչ ազգում պացիենտը եւ հենց այդ զգացածը, որ թող լինի, այսպես ասած, ուղենիշ, որ ինքը դիմի արդեն վիրահատական միջամտություն։ Այն ամենաաննշան ցուցանիշներից, որոնք հիվանդները երբևիցե ուշադրություն չեն դարձնում։ Օրինակ, եթե լինում է պլեգիա, այսինքն պարեզը ինչ-որ տարում պլեգիա է, պարեզը երբ որ ինչ-որ մի շարժում թուլանում է, պլեգիան երբ որ այդ շարժումը բացակայում է։ Դե բացակայությունը բոլորը զգում են բնականաբար բոլոր հիվանդներն։ Դա կախված է ոտնաթաթի ծալում, արտածալում, ծնկան հոտի շրջանում ծալում, արտածալում։ Սակայն կան թեթև սիմպտոմատիկա, որոնք ի սկզբանե արդեն նրանք նշանակում են, որ գնում է ոտքի թուլացում։ Օրինակ հիվանդ է լինում, որ ասում է, բժիշկ ջան, ես քայլում եմ, սկսում է ոտս ոլորվել։ Այսինքն ինքը է ոլորվում, դե ի սկզբանե ինքը տենց չի թուլացել, որ հիվանդը անհանգստանա։ Ոլորումը, որտեղ համապատասխան նյարդամատիկը արդեն տվյալ մկանակումը չի կարող ներվավորի։ Դա շատ վտանգավոր նշան է։ Հիվանդներ են լինում, որոնք ասում են քայլում են, մեկ ոտս ուղղակի դողում է, ոտի ընդհանուր է դողում։ Դա լինում է բարձր մակարդակի ճովասների կամ ստենոզների ժամանակ։ Որն է հանդիսանում հետագա մյուս վատ ցուցանիշներից մեկը, դա կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումն է։ Օրինակ, հիվանդների միզարսակումը կամ ստամոքսային տրակտի աշտարակը դժվարանում է։ Հիմնականում տղամարդկանց մոտ, երբ որ դա լինում է մոտ 50-ից հետո կամ կանանց մոտ, իրենք վերաբերվում են շագանակագեղձի խնդիրների հետ։ Բայց շատ դեպքերում դա լինում է կապված ողնաշարային խողովակի հետ լինում։ Այնտեղից պետք է նմանատիպ սիմպտոմատիկան լինել լավ ուշադիր։ Կարող է լինի եւ շարունակ կարող է լինի երկուսն էլ։ Դա պետք է հիվանդը լիարժեք հետազոտվի։ Որն է մյուս ցուցանիշներից մեկը, որ հիմնականում արդեն ինքն բերում է հիվանդին, դա զույգ վերջույթների դա թմրացումն է, հավասարաչափ թմրացումն է, դա ստենոզի արդեն դեկոմպենսացիայի նշաններից մեկն է, նյարդամատիկների դեկոմպենսացիայի նշաններից մեկն է։ Կա այլ նշան, ինքը կոչվում է նեյրոգենная перемежающая хромота, ընդունչող աղություն, որ լինում է եւ ամոթային եւ նեյրոգեն, այսինքն հիվանդների մոտ արտարոց ցավեր չի լինում ոտքերում։ Դերեք ներողություն, ոնց որ ինտերնետը խնդիր է տվել, ոնց որ թե խնդիր է տվել։ Խնդիր տվեց։
Чисто проводя, да, ценник интернету. Շատ լավ, կներեք տեխնիկական դեֆեկտի համար։ Մյուս ցուցանիշներից մեկը դա հանդիսանում է նեյրոգեն ընդմիջող տաղություն։ Ոնց է նա արտահայտվում։ Ինքը տենց ուժեղ ցավեր չի բերում, որ հիվանդին անհանգստացնի։ Ուղղակի հիվանդի գանգատը լինում է որը, որ ասում է հիվանդը առաջ քայլում է 300 մետր, խնդիր չկար, հիմա քայլում եմ 200 մետր։ Նենց զգացողությունն է, ոնց որ ոտքերից իմս չլինի, հիվանդներն են տեսնում նկարագրում։ Ու դա հիմնականում լինում է նաև ստենոզների ժամանակ, լինում է տարիքով 60-ից անց մարդկանց մոտ, իրենք դա կապում են տարիքի հետ, բայց սակայն դա իրականում դա տարիքի հետ կապ չի ունենում։ Հարցը հիվանդները վիրահատվում են, ստանում են իրենց վերաբերական բուժումը եւ արդեն ամուր ոտքերով շարունակում են իրենց կյանքը։ Նրբություններ շատ կա։ Հայգելին ուղղընկեր, ամեն մի հիվանդ մոտեցում է յուրովի ու պարտադիր է, որպեսզի բացի հետազոտության տվյալներից հիվանդը պարտադիր պետք է ներկայանա բժիշկին, մանրամասը անամես հավաքելու եւ զննման համար։ Այո, երբեք ոչ մի կերպ չի արդարացում ուշացումը, ոչ մի կերպ չի արդարացում։ Երբ որ մարդը գալիս արդեն շատ երկարաժամկետ սուր ցավերով, որ ասում եմ մի կերպ դիմանում էի կամ 8 ամիս շարունակ անկողնային պարկած էի, դեղորայք էի խմում, նշանակել էին այս, խմեցի չօգնեց, նշանակեցին այս, խմեցի չօգնեց, ներարկում արեցինք այստեղ, բլոկադա արեցինք այնտեղ, ֆիզիոթերապիա արեցինք այնտեղ ու երբ որ ձեր մոտ շարունակական վիճակը մնում է սուր, վիճակը մնում է անփոփոխ, դա խոսում է նրա մասին, որ այդ մեթոդը ձեզ էլ չի օգնում։ Ձեզ այդ մեթոդը էլ չի գործում, պետք է անմիջապես ավելի ռեալ եւ ավելի լուրջ միջամտության կարիք է զգացվելու օպերատիվ։ Անմիջապես պետք է դիմել համապատասխան մասնագետների։ Սա լավագույն հնարավորությունն է եւ լավագույն տարբերակն է լավ արդյունքներ ապահովելու համար։ Եվ այսպես, քանի որ արդեն պարզ է, սիմպտոմատիկ ինչ դեպքում, ինչ որակի փոփոխության դեպքում կյանքի, ինչ ֆիզիկական հնարավորությունների փոփոխության դեպքում կարելի է դիմել օպերատիվ միջամտության կամ այս պարագայում նյարդավիրաբույժ մասնագետին, անգամ եթե ձեզ կոնսերվատիվ բուժող բժիշկը դեռևս շարունակում է պնդել, որ չէ, դեռևս շանս կա եւ այլ, միևնույնն է, շանս կա նշանակում է, որ կա դրական դինամիկա բուժման մեջ։ Եթե բուժման մեջ դրական դինամիկա չկա, ուրեմն շանսներ չկա։ Այսինքն, ասեցինք արդեն 6-7 սեանսի ընթացքում փոփոխություն ա պետք։ Ուրիշ բան է, որ մարդը արդեն վնասվել է, որ մարդը արդեն հետվիրահատական փուլում եկել է, բայց արդեն պարեզ ունի ու փորձում են կյանքի որակի վրա լավ ունենալ։ Դրա մասին խոսենք։ Այսինքն, քայլ, ամենակարևոր քայլը ճիշտ ժամանակին շտապով դիմել նյարդավիրաբույժին, երբ որ կոնսերվատիվ մեթոդաբանությունները մի փուլ առած չեն օգնել, դեղորայքային բուժումը ոչ էֆեկտիվ է։ Դա ամենաակնհայտ նշանն է։ Եվ կարող ենք ներկայացնել օրինակի համար ինչպիսի վիրահատության տեսակներ է սպասվում մեր հարգարժան հետևորդներին, այդ թվում նաև էնդոսկոպիկ, լազերային վապորիզացիա, փոքր ուղղակի անդրադարձ այդ ամենի մասին։ Այո, այդ բոլոր վիրահատության մեթոդները գոյություն ունեն, եւ լազերային վապորիզացիա գոյություն ունի, էնդոսկոպիկ վիրահատությունը գոյություն ունի եւ գոյություն ունի ասենց ասած ոսկե ստանդարտը, որը կկատարվում է նեյրովիրաբուժության մեջ։ Լազերային վապորիզացիայի իմաստը որն է կայանում նույն իմաստն է, ջրազրկվում է դիսկը, միջուղային աճառը ջրազրկվում է, չափսերը փոքրանում են, նյարդից հեռանում է եւ որոշակիորեն բերում է ցավազրկման։ Սակայն
Ցանկացած մեթոդ ունի իր յուրահատկությունը, ինչպես դա ընդունված բան է, ցանկացած մեթոդ բժշկության ամեն ինչ ցանկացած ոլորտում ունի իր թեթևությունները։ Ունենք լազերային վապորիզացիայի ժամանակ բուն ճովացկային պարենխիման ինքը չի հեռացվում։ Եվ բացի դրանից վապորիզացիայի ժամանակ նաև կարող է որոշակի ջերմային ազդեցության նաև ենթարկվեն բուն նյարդարմատիկը հնարավոր է։ Տենց դեպքեր լինում են, որը բերում է ցավերի ավելի ուժունացման։ Բայց պետք է ասել, մեթոդը, գործող մեթոդը էլի կիրառվում է։ Էնդոսկոպիկ մեթոդն էլի գործող մեթոդը էլի կիրառվում է ամբողջ աշխարհում։ Իմաստը էնդոսկոպիկ մեթոդի որն է, որ կատարվում է առանց կտրվածքի վիրահատությունը էնդոսկոպի միջոցով հեռացում միջողային աճարի ճողվածքը։ Էնդոսկոպիկը դա ավելի ռադիկալ մեթոդ է, քան լազերային վապորիզացիա, քանի որ ճողվածքային պարենխիման, դիսկի պարունակությունը եւ ճողվածքը հեռացվում է։ Սակայն այս մեթոդն ունի բայց որն է, քանի որ էնդոսկոպիկ վիրահատության ժամանակ էնդոսկոպիկն էլ կա տարբեր ձևերի վիրահատություն, ես խոսում եմ դասական, տրանսֆորամինալ էնդոսկոպիկ վիրահատության մասին, չնայած մյուսներն են։ Մյուս դեպքերում է, քանի որ վիրահատության տեղը դաշտը շատ սահմանափակ է, գործիքով դիսկեկտոմներով, այսինքն կոչված գործիքներով, որոնց միջոցով մենք հեռացնում ենք միջողային աճարի ճողվածքը, չի լինում լրիվ դիսկի ծավալը հեռացնել, եւ ինչի պատճառով նման տիպ մեթոդների ժամանակ ռեցիդիվները շատ առավել շատ են, քան sense կոչված ոսկե ստանդարտի ժամանակ։ Թերությունը դա է։ Իսկ այն մեթոդը, որը կոչվում է sense աստվածաբոժաշան ոսկե ստանդարտ, դա որն է։ Դա կատարվում է էլի փուջուր կտրվածք։ Մոտավորապես 3 սանտիմետր կտրվածք է կատարվում, եւ արդեն դաշտը աշխատելու շատ լայն է լինում, միջողային աճարի ճողվածքը լրիվ հեռացվում է, եւ դիսկի պարենխիման բոլոր ագյուներով լրիվ հեռացվում է, եւ ճողվածքների ռեցիդիվի հավանականությունը այս մեթոդի ժամանակ դա ամենաքիչն է։ Եվ բացի դրանից գոյություն ունեն տարբեր վիրահատություններ, որի ժամանակ կատարվում է իմպլանտացիա է կատարվում, ողնաշորը ֆիքսվում է տարբեր իմպլանտներով։ Եվ կուզեմ ավելացնել, թե լազերային վապորիզացիայի ժամանակ, թե էնդոսկոպիկի ժամանակ, թե ոսկե ստանդարտի ժամանակ հիվանդը մյուս օրը վերտիկալիզացվում է, այսինքն մյուս օրը հիվանդը քայլում է։ Կան տարբեր դեպքերում կատարվում են նաև ողնաշորի ֆիքսացիոն վիրահատություններ։ Դա սպոնդիոլիստեզների ժամանակ մենք տենց հաղորդում ունեցել ենք, բացատրել ենք աշճանալի սպոնդիոլիստեզի ժամանակ։ Դա կատարվում է ստենոզների վերացման դեպքում, երբ որ երկուս եւ ավելի ստենոզ է վերացվում հարգերի մասին։ Լինում է բոլորի զուգորդում է լինում է ստենոզ, սպոնդիոլիստեզ, ճողվածք, այդպիսի զուգորդումներ կան։ Ամենաբարդ կոմբինացիաներ են լինում։ Համենայն դեպս կուզենամ մի քանի դեպք ցույց տամ եւ կուզենամ հիվանդների վիճակի մասին նկարագրել, որպեսզի բարձ լինի։ Ձեզ ցույց կտամ մեկ նկար։ Սա տեսեք։ Այստեղ է երևում վերևի կամերայով, ահա, մի քիչ բարձր, եթե կարելի է։ Տեսեք, բարձր։ Սա ողնաշարի սագիտալ հատույթն է։ Տեսեք, սա ողի մարմիններն են։ Սրանք դիսկերն են։ Սա L5-S1 մակարդակ, 4-5, 3-4 մակարդակ։ Տեսնում եք, ողնաշարի խողովակը ազատ գալիս է եւ կողքը ստեբռնվում է, նորից ազատ է։ Այս հիվանդը կլինիկոյին ինչպես էր։ Հիվանդը չէր կարողանում քայլել։ Իր մոտ առկա էր խորը պարապարես։ Այսինքն, ոչ մասնագետների համար ասեմ, խորը պարապարես, մենք վիզուալ տեսնում ենք հիվանդը նստած ալիքի վրա, շատ թեթև նշմալվում էր, որ ոտքերում առկա էր շարժում։ Հիվանդին կատարվել է վիրահատություն, ստենոզը վերացվել է լրիվ եւ կատարվել է քանի որ երկու մակարդակ էր ողնաշարի
հենաշարի ֆունկցիան թուլանում է եւ կատարվել է տրանսպեդիկուլար ֆիքսացիա նման տիպ վիրահատություն։ Սա տեսեք, սա է լայնական հատույթն է, տեսեք, կողնանցքը չկա։ Երկու մակարդա երկու հագում է հիվանդի մոտ տենց էր։ Ճողվածքը հեռացվել է, ստենոզը նեղացումը վերացվել է եւ կատարվել է ֆիքսացիա, կոչվում է տրանսպեդիկուլար ֆիքսացիա։ Տեսեք, սա կողքի նկարն է, սագիտալ հատույթը։ Դուք ոտեսպայք, սա է։ Դա պատուտակներն են, այս սև գծերը, պատուտակներն են, բացատրեմ ձեզ։ Եվ սա դիմացից տեսնում ենք ոնց են 3 սեգմենտ միանգամից ֆիքսել իրար, համապատասխան ուրեմն պատուտակներով եւ կոնստրուկցիայով, եւ այսինքն կոնստրուկցիոն իմպլանտ, կոչվում է տրանսպեդիկուլար ֆիքսացիա։ Այս ֆիքսման եղանակը ամենաէֆեկտիվն է համարվում ողնաշարի դոտկային հատվածի համար։ Հիվանդը մեկ անգամ է նշեմ, հիվանդի մոտ արկա էր խորը, պարը, պարես, այսինքն միայն վիզուալ տեսքով շատ չնչին ոտքերը շարժում էր, հիվանդը տեղաշարժում էր նստասայլակով։ Հիվանդը դեկոմպրեսիա կատարվել, 4 օրվա վիրահատվել է, ֆիքսվել է, 4 օրվանից դոկտոր Գրիգորյանի թիմը աշխատել է հիվանդի հետ, 10-րդ օրը հիվանդը իր ոտով, բայց հենակով եկել է իմ մոտ իր կայերը հանելու։ Դոկտոր Գրիգորյանը 10-րդ օրը հիվանդը ճիշտ է հենակով, բայց իր ոտքով, պատկերացնում եք նստասայլակի վրա նստած մարդը հենակով արդեն մոտեցել է կայերը հանելու, դեռևս ինքը ճանապարհ ունի անցնելու եւ ինքը ինքնուրույն առանց հենակի քայլելու է։ Դա ուղղակի երջանկություն է իմ կարծիքով։ Մարդիկ մտքով դատապարտված են եղել ամբողջ կյանքը հաշվանդամ լինելու։ Մեկ եւս հետաքրքիր դեպք Պարնոցային հատվածի վիրահատություններ դոկտոր Գրիգորյան հիվանդը ծառի վրայից ընկել էր, տեսեք, հարգելի ունկնդիրներ, տեսեք, սա 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ ողերն է։ Տեսեք, ոնաշեն խողակը ազատ գալիս է, տեսեք, այս ողը ոնց է տեղափոխվի առաջ, եւ այստեղ ճմռվել է ողնուղեղը։ Տեսնում եք սպոնդիոլիստես, որ ասում եք, սա է, ճմռվել է։ Տեսնում եք կոտրված ոսկրաբեկորը։ Ինչը կատարվել հիվանդին։ Կատարվել է ռեպոզիցիա, սա C6, C7։ Վերջում կասեմ քեմ ուզում նշեմ, C7-ը ես այդքան նշում եմ։ Կատարվել է ռեպոզիցիա, այսինքն լրիվ հենաշարժից համակարգը վերականգնվել է, հետ է բերվել ողնաշարը իր տեղում, ոսկրաբեկորը հեռացվել է, ողի կորպեկտոմիա է կատարվել, կորպեկտոմիա դա ողի մարմնի մի մասը հեռացրել ենք մասնակի եւ տիտանե թիթեղով ֆիքսել ենք։ Հիվանդի կլինիկական վիճակը։ Այս հիվանդը նախորդ հիվանդից տարբերում է շատ ավելի վատ վիճակում։ Իր մոտ արկա է պարապլեգիա։ Ինչ է նշանակում պարապլեգիա։ Ընդհանրապես շարժում չկար ոտերի մեջ։ Բացարձակ ոչ մի շարժում, այսինքն պարաների պես ոտքերը կախնգած էր եւ զգայունությունը բացակայում էր։ Վիրահատությունը կատարվել է, տեսեք, այսպես ճիշտ է։ Տեսեք, ոնց է ուղղացել ոնաշեն խողովակը։ Ճզմուն բացարձակ չկա։ Կորպեկտոմիան ողի մի մասը հեռացվել է, դրվել է մեշը եւ դիմացից պլաստինկով ֆիքսվել է։ Տեսեք, սա է դիմացի նկարն է։ Սա պլաստինկան։ Հիվանդի մոտ կլինիկական վիճակը ներկա պահին դոկտոր Գրիգորյան հիվանդը անկողնում ոտքերը լիարժեք շարժում է։ Պատկերացնեք պարապլեգիայից, անշարժությունից լիարժեք շարժում է եւ ինքը քայլելու է ինքնուրույն։ Դա միանշանակ։ Կուզեմ ասեմ, ինչի է նաեւ sense էֆեկտիվություն եղել։ Դոկտոր Գրիգորյան, հիվանդին վիրահատել են գիշերվա ժամը 1-ից գիշերվա ժամը 4-ը։ Հիվանդին բերեցին, մենք մեր բժշկական պարտքը կատարել ենք ամենայն անձրությամբ։ Համ վիրահատությունն է որակով կատարվել, համ կատարվել է ժամանակին։
Շատ հետաքրքիր է դոկտոր ջան, մինչև մյուս դեպքը ցուցադրելը նորից հիշեմ, որ մենք անցած հաղորդման ժամանակ նույնպես ներկայացրեցինք շատ ծանր դեպք մելոպաթիկ հիվանդության, ամբողջական 4 մակարդակների ստենոզ ֆիքսացիայով, շատ բավականին բարդ չէ, գերբարդ դեպք էր, ինչով էր դա առանձնահատուկ, որ վիրահատության տիրույթը սկսում էր պարանոցային երրորդ ողից, որի համար մոտեցումը շատ բարդ է բնականաբար վիրահատական տեխնիկան, որը կիրառվում է այդ ողին մոտենալու եւ քեյջ տեղադրելու համար, շատ գերբարդ է։ Ես իմ գերմանացի գոլեգաների նյարդավիրաբույժներին, երբ որ դա ցույց տվեցի, ուղղակի հիացած էին եւ շատ լավ արձագանք ունեցան, ասելով, որ մենք նման դեպքեր հազվագյուտ է լինում, որ համարձակվենք վիրահատել, ամեն ինչ անում ենք, որ խուսափենք վիրահատությունից, իսկ թե ինչ է լինում պացիենտի վիճակը, երբ որ մասնագետը չի համարձակվում կամ խուսափում է, կամ փորձառության պակասի պատճառով չի մտնում նման բարձր պատասխանատվության տակ պարանոցում 4 մակարդակներում ամբողջությամբ ստենոզի վերացում անելուց հետո ֆիքսացիա անում, դա ուղղակի ուղիղ կյանքի վտանգ է պացիենտի համար, այսինքն այնտեղ կյանքի ցուսման խնդիր կա, էլի, ու հեշտ չի նման պատասխանատվության տակ մտնել։ Ասեմ ձեզ, հիմնականում աշխարհի պրակտիկայում եմ ասում, դե Հայաստանում այդպես չի, հա, աշխարհի պրակտիկայում եմ ասում։ Քանի դեռ հնարավոր է խուսափել պարանոցի վիրահատությունից, դե նյարդավիրաբույժները խուսափում են։ Դա այդպես է, թե այդպես չի, դոկտոր Աջեմյան։ Գիտեք ոնց ասենք, ես ասեմ իմ մոտ ոնց է, ես ոնց եմ նայում, եթե ցուցում կա վիրահատության, ուղղակի ցուցում կա վիրահատության, հիվանդը միանշանակ վիրահատվում է, սենց թենես թեկուզ գոտկային հատվածում լինի, եթե ցուցում կարելի է չվիրահատել, իմ մոտ միևնույնն է, ես հիվանդին ուղարկում եմ վերականգնողական ֆիզիոթերապևտիկ բուժման, նույն պրոտոկոլները իմ մոտ գործում են նաև պարանոցային հատվածում։ Կապ չունի, որ ինքը դժվար է վիրահատել, միայն իր մուտք առանձին վիրահատությունը, բայց եթե հիվանդը ունի ցուցում վիրահատության, հիվանդը պարտադիր վիրահատվում է։ Այդ միանշանակ, մենք արդեն ծանոթ ենք։ Սա այլ միելոպաթիայով նույն դեպքերից է, ելի ֆիքսացիան կատարվել է C3 ողին է, էլի կնկատառել։ Եվս մեկ նման դեպք, ինչ որ նոր նկարագրում էի։ Հիվանդի կլինիկական վիճակը, հիվանդի մոտ առկա է։ Դիտավորեմ, որպեսզի բոլոր կողմերից երևա երկու էկրանների վրա, ահա այդպես։ Հիվանդի մոտ առկա է կլինիկորեն ստորին չափավոր պարապարես։ Հիվանդը կարող է մել ինքնուրույն քայլեր, սակայն դժվարությամբ էր քայլում։ Կատարվել է MRT հետազոտություն, հայտնաբերվել է միելոպաթիա C4-C5 մակարդակում։ Առկա է ճովացքներ։ Հիմա տեսեք երկու հատում ճովացք կա։ Ուղղակի հիվանդի մոտ սա էլ է շատ ուժեղ, սա նյուանս է, որը պետք է տիրապետել եւ իմանալ, թե որ վիրահատությունն է պետք անել հիվանդին։ Եթե տեսնեք, եթե զգաք, հետին լայնաձիգ կապանը նորմալ ինքը բոլորիս մոտ բարակ է։ Տեսեք, ինքը ճովացքի չափ ինքը հաստացած է։ Եթե մենք կատարենք միայն ճովացքների հեռացում, հետևի լայնաձիգ կապանը ինքը միևնույն է մնում, այսինքն եթե դնենք կեյջեր, դիսկերի տեղը, ողնուղի սեղմումը մնում է, հիվանդի մոտ կլինիկորեն լավացում չէր լինի։ Դրա համար կատարվել է C4, C5 ողերի հեռացում, կորպեկտոմիա կոչվում, որպեսզի լայնաձիգ կապանն հեռացվի։ Եվ հիվանդի մոտ միելոպաթիան էլ չպրոգրեսիվի։ Միելոպաթիան դա ողնուղի վնասում, թաքնվում է ողնուղի հիվանդություն, տենց է, միելոսպաթոզ։ Այս վիրահատություններն բոլոր վիրահատությունները կատարվում է դիմացի մուտքով է կատարվում։ Անցնում ենք քնային զարկերակի, երակի, կերակրափողի եւ շնչափողի կողքով եւ կատարվել է հետեւյալ վիրահատությունը։ Ողի մարմինները հեռացվել է, տեսնում եք, սա արդեն երկու ողի չափով մեշ է տիտանից։ Սա կողքի նկարն է, պլաստիկան դիմացից դրվել է եւ վինտերով ֆիքսվել է։
Սա է դիմացից մի նկարը, տեսեք, սա է դիմացից։ Հիվանդի հետ էլի հետվիրատական շրջանում աշխատել է դոկտոր Գիգորյանի թիմը, հիվանդը ներկապային անհամեմատ լավ է։ Ունենք նաև վիդեոձայնագրությունները, որտեղ հիվանդները, երկու հիվանդներն է, իրանք ասում են, թե իրանք մոտ ինչքան բավականին դրական առաջընթաց կա։ Ահա, այս հիվանդին հաստատ հիշեցի, ճիշտ ասած, երբ որ եկել էր մեզ մոտ, որպեսզի սկսենք վերականգնողական բուժումը, այսպես ասած, բադիկի նման ճոճվելով, թաթերը գցելով, բավական ընդհանուր թուլություն ոտքերում, ընդհանուր ֆունկցիոնալությունը թուլացած, ձեռքերում ընդհանուր ֆունկցիոնալությունը թուլացած, մկանային տեստերը ցույց էին տալիս մկանների աշխատունակությունը 50%-ից ցածր էր։ Եվ ինչի արդյունքում մենք սկսեցինք աշխատել։ Եվ նման դեպքերը իրոք ջանքապահանջում, առաջին հերթին նյարդավիրաբույժի կողմից շատ խորը ջանքապահանջում, բարձր պրոֆեսիոնալիզմ, որպեսզի նման ծանր վիրահատությունը, այսպես ասած, գլուխ բերենք եւ ստացվի մեծ հաջողություն, եւ երկրորդը, երբ որ, ասենք, հետվիրահատական փուլում հնարավորինս օրգանիզմի ակտիվությունը օգտագործելով օրգանիզմի բոլոր ֆիզիկական ռեսուրսները օգտագործելով կարողանանք մարդուն բերենք ավելի լավ կյանքի որակի եւ շարժունակության որակի։ Որովհետեւ վերջին հաշվով, այո, կարելի է վիրահատել մարդու կյանքը փրկել, բայց մարդը մնա հաշմանդամ։ Բայց կյանքը փրկելու առաջի քայլը, ամենածանր քայլը նյարդավիրաբուժության կողմից կատարվելուց հետո պարտադիր վերականգնողական բժշկությունը չպետք է զիջի, այլ անմիջապես անցնի գործի, որպեսզի միասնական լավագույն արդյունքը ստանան։ Ընդհանրապես ցանկացած վիրահատության պարագայումը դա անհրաժեշտ վերականգնողական բուժման ակտուալությունը եւ սուր անհրաժեշտությունը հետվիրահատական փուլերում ես շատ հստակ փորձառություն ունեմ, մոտավորապես 15 տարվա փորձառություն հետվիրահատական վերականգնողական ծրագրեր իրականացնելու մեջ։ Դա կոնկրետ հստակ ալգորիթմ է ընդգծված, կոնկրետ գործողություններից կազմված, կոնկրետ գործիքային ֆիզիոթերապևտիկ միջամտությունների, շարժաթերապևտիկ հստակ պլանավորման եւ հետագայում նաեւ ինչի՞ չէ ֆունկցիոնալության, այսինքն տարբեր հոդերը, որոնք որ թուլության պատճառով կամ տարբեր մկաններ երկարաժամկետ թուլության կամ ատրոֆիայի պատճառով, ուրեմն փակեղային կպումների պատճառով ֆունկցիոնալության կորուստ ունեն, այ ամենադժվարը դա նորից վերականգնել եւ դարձնել գործող մկան, գործող հոդ այդքան երկար տարիների վնասումից հետո։ Դա բավականին բարդ է։ Ու թեկուզ տարատևյաց լինի ամիս կամ ամիսներ, միևնույն է, դա ամեն մի փուլ ունի իր բարդությունները։ Եվ այսպես ուզում էի մի փոքր խոսել ինչի մասին։ Ես կուզեի մանրամասն խոսել մի փոքր նաև աշխատանքային, բժշկական, աշխատանքային էթիկայի եւ կուլտուրայի մասին։ Ցավալիորեն եմ ասում, ընդունված է մեր հասարակության մեջ, որ եթե բժիշկը շատ լավն է, դիմեցի, ուրեմն նշանակում է անհասանելի եւ բավական թանկարժեք։ Միգուցե աշխարհի պրակտիկայում այո դա այդպես է, իրոք ասենք շատ լավ ստացված բժիշկներ կան, որոնք անհասանելի են, որոնց որ տարիներով են հերթագրվում, դա իր պատասխանը ունի, դա իր պատճառաբանությունը ունի։ Եթե վերցնենք մեր փոքրիկ Հայաստանի պայմաններում, մեր նյարդավիրաբույժների քանակն այնքան շատ է եւ մնացած ոլորտների բժիշկների, որ արդեն մեղմ ասած մեր բնակչության քանակի պարագայում մենք ունենք բավական գերհագեցած գործող բժիշկների քանակ։ Այն դեպքում, որ նույն Եվրոպայի ցանկացած հարուստ երկրում միգուցե այդ քանակը համապատասխանի մեր երկրի քանակին։ Եվ արդյունքում, բայց այդ բնակչությունը, ասենք մեզանից 10 անգամ, 20 անգամ ավելի շատ է։ Այսինքն այսօր Հայաստանի բժշկությունը հնարավորություն ունի եւ ռեսուրս ունի բժշկական туриզմի զարգացման զարգ տալը։ Դա շատ կարևոր բան է, դա շատ կարևոր թեմա է, որի շուրջ բավական լուրջ աշխատանք ենք անում, որտեղ այն որ մեր գոլեգաները մեծ հաջողության են հասել նյարդավիրաբուժության մեջ, այն որ մեր գոլեգաները սրտաբանության մեջ եւ մնացած բոլոր ոլորտներում մեծ հաջողության են հասել, եւ այդ աշխատանքային ռեսուրսը եւ այդ աշխատանքի որակը գրագետ չօգտագործվի, որպեսզի այն երկրները, որոնք դրա պակաս ունեն եւ ամիսներով սպասում են երբեմն կյանքի ցուցումով մարդը արդեն
ստիպված է լինում սպասել, մինչև որ բժիշկը կհասնի իրեն, Հայաստանում այդ մարդիկ կարող են շատ ավելի շուտ իրենց վիրահատությունը ստանալ։ Մենք ունենք նույնպես փորձառություն, որ ամեն տարի գոնե մի քանի տասնյակ մարդ գալիս են Հայաստան եւ ես անձամբ ուղղորդում եմ դեպի դոկտոր Աջեմյանի կլինիկա, որտեղ ինքը վիրահատությունը անում է եւ այդ մարդկանց կյանքի որակը բարելավում է եւ այդ մարդիկ գոհ շնորհակալ վերադառնում են իրենց երկրներ։ Այս տարին այդպիսիներից մեկն էր հազվագյուտ չէ, բավական շատ դեպքեր ենք ունեցել եւ ամեն տարի ունենում ենք դա։ Այնպես որ ինչի համար է այս հաղորդումը, որ մարդկանց հասանելի լինի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, որովհետեւ մենք կարողանանք մեր բժշկական ծառայությունները մատուցենք Հայաստանի սահմաններից դուրս նույնպես։ Եթե նայում ես շատ երկրների պրակտիկային, թե ինչպես բժշկական туриզմը զարգացնելով, շատ ճիշտ կոնսիլիումներ անելով, միասնական աշխատանք անելով հասել են մեծ հաջողությունների եւ պետական բյուջեն են լցրել եւ միասին աշխատանքի կուլտուրա է ձևավորվել բավականին լավ ավանդույթներով, մենք դրա կարիքը ունենք։ Մենք նույնպես կարիք ունենք, որ մի քիչ բժշկական էթիկայի կանոնները նույնպես հասարակության մեջ պահպանված լինեն եւ հասարակության մեջ բժշկի հեղինակությունը եւ բժշկի ծանր աշխատանքը լինի իր հեղինակավոր դիրքում։ Նամանավանդ, որ մարդիկ, բժիշկները իրենց կյանքը չխնայելով շատ ծանր աշխատանք են կատարում, հասնելով ծանր մեր բուժարոներին, ծանր վիճակի դեպքերին եւ երբեմն չափից դուրս ռիսկային դեպքերին։ Դրա համար ես կարիք ունեմ այսօր նորից ու նորից նշելու, որ հարգելիներս, թե բժիշկների միջև խորը եւ բարձր հարգանքի փոխհարաբերությունը եւ կոնսիլիումները, թե հասարակության կողմից բժշկի աշխատանքի ծանրությունը ընկալելը եւ այդ մի փոքրիկ շնորհակալությունը, որ գիտեք, մենք ձեզ վստահում ենք, հա? Դա մեր համար մի ամբողջ կյանքի իմաստ արժի, հասկացեք ճիշտ։ Մենք երբեք չենք բավարարվում մեր ամենօրյա մեր աշխատանքի այն մակարդակով, որ դե այսքանը կարողանում ենք անել հերիքա, ոչ։ Չարչարվելով կաշվից դուրս գալով ամեն ինչ անում ենք, որ ավելին անենք։ Հաջորդ օրը էլ ավելին։ Մեր ապրասյանք ու աշխատանքը դրա վառ օրինակն է։ Միգուցե մեկ դեպք, երկու դեպք լինում են, որ բարձր արդյունավետություն չեն լինում, բայց դրա շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան, թե ինչու։ Եվ բացատրվում է, բայց միևնույնն է, երբ որ մարդը սկսում է չարախոսել, չարալեզու դառնալ, մտածելով այքան որ ինձ չի օգնել, ուրեմն ինքը վատն է, այքան որ ինձ լավ չի, ուրեմն թող ոչ մեկին լավ չլինի, դա արդեն խոսում է մարդկանց չարասրտության եւ դաստիարակության պակասի մասին։ Շատ ծանր է բժշկի աշխատանքը, ես որպես բժիշկ եմ ասում ձեզ, բայց նաեւ որպես Հայաստանի քաղաքացի։ Շատ ծանր է բժշկի կյանքն ու աշխատանքը ամբողջ օրվա ընթացքում։ Այս հաղորդումը դրա վառ օրինակն է, որովհետեւ մենք ձեզ կարողանանք հնարավորինս որակով մատուցել մեր աշխատանքը։ Ինչ է դա իրենից ներկայացնում, ինչ համար ռիսկեր է պարունակում իր մեջ, ինչ դժվարություններ ունենք եւ ինչ պայմաններում ենք աշխատում, հարգելիներս։ Եվ բնականաբար մենք պետք է կարողանանք դա ձեզ մատուցել շատ գրագետ, իրազեկել, թե ինչ է մեր ոլորտի բժշկությունը եւ մեր գործառույթները եւ ընդհանրապես ոչ միայն մեր, այլ նաեւ մեր կոլեգաների, խոսքը վերաբերում է բոլորին։ Ինչ կավելացնեք, դոկտոր Աջեմյան։ Ասեմ մեկ բան, գրեթե բոլոր հիվանդներն հարցնում են, բժիշկ հնարավոր է վիրահատվենք, մնանք անկողնային, դա բոլորն են հարցնում։ Ուղղակի ուզում եմ մի բան ասել, ուղղակի պետք է վիրահատվեք այն մարդկանց մոտ, որ այդ վիրահատությունները լավ անում։ Լավ վիրահատության դեպքում անկողնային վիճակ ունենալը լավ անցած վիրահատության դեպքում գրեթե անհնարին է։ Եթե մինչ այդ հիվանդը չի եղել անկողնային, քանի որ ոչ բոլորի մոտ վերականգնումը լինում արագ։ Այսքան բան։ Ես եմ մի փոքր ավելացնեմ։ Մի ուշացրեք ժամանակին դիմել
համապատասխան մասնագետին։ Այս հաղորդումը հենց դրան էր նվիրված, հենց դրա նպատակը այն էր, թիրախավորել էինք այն, երբ որ մասնագետին դիմել եւ ինչպես, որովհետեւ երբ որ արդեն ոտքում կա թմրացության, շարժման սահմանափակում կամ շարժումը չի կառավարվում եւ կամ ջղակացկող ցավեր այն ուժգնությամբ, որ արդեն հնարավոր չի հաղթահարել եւ ոչ մի դեղամիջոց եւ անգամ տեղային պաշարումները բլոկադա չեն օգնում, արդեն նույնիսկ շարժի ֆիզիոթերապիայի միջոցների դիմել շտապ պետք է դիմել նյարդավիրաբույժի։ Ֆիզիոթերապիային հիմնականում պետք է դիմել դեռևս ոչ շատ սուր, այլ ենթասուր վիճակներում, այո, ենթասուր վիճակներում ֆիզիոթերապիայի միջամտությունը կարող է լինել բարձր էֆեկտիվությամբ։ Իսկ մնացած բոլոր դեպքերում, ասենք, պետք է սուր վիճակը բերենք ենթասուր վիճակի, եթե դա հնարավոր է։ Եթե հնարավոր է լինում, դա մի 3-4 օրվա մեջ եվրոյքային բուժմամբ, բլոկադաներով եւ այլ միջոցներով փորձում ենք դա իրականացնել, որից հետո արդեն ենթասուր վիճակի հետ աշխատում է ժամանակակից ֆիզիոթերապևտիկ միջամտությունները, ինչպես եւ ոլորտում կիրառում ենք բարձր հաճախականության լազերային թերապիա, բարձր տեսլայանոս մագնիտոթերապևտիկ սարքավորումներ, տեկար թերապևտիկ սարքավորումներ, հարվածալիքային թերապիա, ամեն ինչ որ գիտությունը ընծայել է բժշկությանը, որպեսզի ոլորտում կիրառվի։ Բայց եթե այդ ամենը կրկնում եմ 6-7 օրվա մեջ չի թիրախավորում խնդիրը եւ հաջողության որոշակի մակարդակ ապահովում գոնե մինչեւ 40%, արդեն պետք է ցանկացած մասնագետ ունենա մի հստակ տրամաբանություն, ուղղորդել նյարդավիրաբույժի մոտ, որքան շուտ, այնքան լավ։ Իսկ եթե երկար ժամանակ դիմացել եք, ոտքը թուլացած, թմրած, ու արդեն չեք կարողանում կառավարել այն, եւ մտածում եք, դե կարելի է դեռևս փորձեր անել, խորհուրդ չեմ տա փորձեր անել։ Ասեք, ինչքան շուտ պետք է դիմել նյարդավիրաբույժին, ասել, մեկ շաբաթը արդեն ուշացում է։ Դա ձեզ հստակ եմ ասում։ Ավելի լավ է դուք դիմեք նյարդավիրաբույժին, եթե շանս կա չվիրահատելու նյարդավիրաբույժը որոշի, որ գիտեք, շանս կա չվիրահատելու եւ ուղղորդի վերականգնողական բուժման, եւ վերականգնողական բուժումը մեկ շաբաթվա ընթացքում պատասխան կտա ձեզ, դա կարելի է բուժել, թե չի կարելի բուժել։ Քան թե դուք ուշացնեք, հետո փորձեր անեք այստեղ, այնտեղ, իսկ փորձը ցույց է տալիս Հայաստանում, որ ոչ բոլոր ճակերտավոր, այսպես ասած, ներկայացած վերականգնողական կենտրոնները կամ վերականգնողաբաններն են իրականում բժշկական կրթությամբ որակյալ վերականգնողական բուժում իրականացնող մասնագետներ։ Հիմնականում, ասենք, թերի մասնագիտական խմբերը այսօր ցավալիորեն դեռևս կարողանում են իրենց վերադասավորել եւ ներկայացնել որպես բժիշկներ, որպես վերականգնողաբաններ, այն դեպքում, որ չեն հանդիսանում այդպիսինը։ Օրինակ, շատ սպորտային մարզիչներ, էսթետիկական մարզանքներով զբաղվողներ, մասաժիստներ, օստեոպաթներ, հորինված մանուալ թերապևտներ, մանուալ թերապիան դա բժշկության ճյուղ է եւ բժիշկ մասնագետը կարող է եւ իրավունք ունի մանուալ թերապիայի ծրագիր իրականացնել։ Մնացած բոլորը ուղղակի փորձում են բավական ոչ գրագետ ձևերով ընդօրինակել այն։ Դրա համար ինչ է պետք անել։ Սիրելիներս, ընդհանրապես լինել ուշադիր, լինել տեղեկացված, լինել գրագետ եւ հետեւողական։ Այսքանը կարծում եմ, որ մեր այսօրվա այս կարճ եթերի ընթացքում մենք համապատասխան մակարդակի ինֆորմացիա կարողացանք ձեզ տրամադրել։ Եվ ես մի քիչ ավելի ուշ TikTok-յան եթերում մի փոքր մեկնաբանություններ կանեմ հաջորդ մեր անելիքների մասին, թե ինչ ենք անում, ինչպես ենք անում, մեր հաջորդ դասախոսությունների մասին ինֆորմացիա կտանք եւ այլն։ Եվ նույնպես հիշեցնեմ ձեզ հարգելիներս, որ ցավի բժշկության Հայաստանյան ասոցիացիան իր աշխատանքը ծավալել է համաշխարհային ասոցիացիայի հետ զուգահեռ եւ մենք նոյեմբերի 27, 28, 29, 30 կունենանք ուրեմն Մերիդիան ուրեմն էքսպո ցուցահանդեսում կունենանք ամենամեծ գիտաժողովը տարածաշրջանում եւ այսպես ասած ցավի բժշկության մեր հերթական համագումարը տեղի կունենա Հայաստանում, որտեղ եւ լինելու է կրեդիտավորում բժիշկների համար եւ լինելու է բավական հետաքրքիր 70 տարբեր խոսնակներ են լինելու 52 երկրներից 2000-ից ավել արդեն գրանցված մասնակից բժիշկների մասին է խոսքը, եթե ոչ ավել եւ ոչ միայն Հայաստանից։ Խոսնակներից մեկը նույնպես լինելու եմ ես այդ համագումարի ժամանակ
մեխանոթերապևտիկ միջամտությունների ուրեմն նոր մոտեցումները ցավի կառավարման սֆերայում։ Բավականին հետաքրքիր նորություն է, որի մասին նույնպես վաղ խոսեմ ֆիզիոթերապևտների ասոցիացիայի միջազգային, այսպես ասած, փոքրիկ կոնֆերանսում, իհարկե դա այնքան էլ փոքր չի, մոտավորապես 300 բժիշկ է մասնակցում, այնպես որ ուշադիր եղեք, հետևեք մեր էջին եւ միշտ ունենաք նորություններ։ Շնորհակալություն դոկտոր Աչեմյան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նորից հիշեցնեմ, մեր եթերում էր դոկտոր Հրայր Լևոնի Աչեմյանը, նյարդավիրաբույժ եւ մարդ, որի աշխատանքով ես երկար տարիներ հիացած եմ եւ իմ ընկերական եւ որպես գոլեգա իմ խորին հարգանքն ու շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ այս եթերի համար եւ ձեր կատարած այսքան տարիների աշխատանքի համար։ Միասին դոկտոր Գրիգորյան, հարցիկները միշտ միասին ենք ստանում։ Իդեպ ասեմ ձեզ, որ մեր հեռախոսահամարները եթերից հետո ֆիքսված կլինի մեր ուրեմն տեսահոլովակի վերևի հատվածում, թե Facebook-յան առողջ ողնաշար էջում, թե դոկտոր Աչեմյանի անհատական էջում, թե մեր TikTok-յան դոկտոր Տիգրան Գրիգորյան հարթակում եւ այնտեղ նույնպես հնարավորություն կունենաք ձեր հարցերի պատասխանները ստանալ եւ հույսով եմ, որ շատ չներասրեցինք ձեզ, որ չհասցրեցինք բոլոր հարցերին պատասխան տալ, բայց մի քանի հարց ասեմ, բժիշկ Աչեմյանի կլինիկա։ Դոկտոր Աչեմյանը ուրեմն աշխատում է ռազմական հոսպիտալում Մուրացանի 115 հասցեում։ Եվ եթե կարելի է Էլիա ջան մոդերատորներից մի հատ խնդրում եմ դոկտոր Աչեմյանի հեռախոսահամարը ֆիքսեք հիմա, թող սկրինշոտ անեն, որ հեշտությամբ կարողանան այդ համարը ունենալ 094 67 64 46, դա դոկտոր Աչեմյանի համարն է, 094 67 64 46, կամ ուղղակի հիմա սկրինշոտ կարող եք անել էջը, որտեղ նույնպես իմ համարը կա, ես կարող եմ փոխանցել ձեզ այդ համարը, ոչ մի խնդիր չկա։ Սիրով նորից ու նորից ողջունում եմ ձեզ, տեսնենք բոլոր ակտուալ հարցերից, որը կկարողանանք պատասխանել, այո, եթե վիրահատություն, ապա ձեզ մոտ բժիշկ Աչեմյան, իսկ եթե ֆիզիոթերապիա բուժում, ապա բժիշկ Գրիգորյան։ Շնորհակալություն հարգելիս, եթե ճիշտ ասած բարև ձեզ, ձեր կլինիկայում MRT անում եք ոչ, բարև ձեզ, հարգանքները ձեր բժիշկներ ջան, ներեցեք առանձնացնեմ դոկտոր Աչեմյան, առանձնացնեմ դոկտոր Աչեմյան Հրայրին, որովհետև անձամբ գիտեմ իրեն։ Շնորհակալություն ձեր շատ լավ արձագանքի համար։ Միայն ուրախ եմ, որ դոկտոր Աչեմյանին ճանաչում եք, ասեմ, ես էլ եմ ուրախ, որ ես ճանաչում եմ դոկտոր Աչեմյանին եւ ոչ արդեն 1 տարի, այլ երկար ժամանակ եւ շատ հիացած եմ ու ուրախ։ Բարև ձեզ, որին ողնաշարի MRT-ն ուղարկեմ ձեզ կարող եք դիտարկել։ Ոչ, որովհետև ողնաշարի MRT-ի նախ նկարներն է պետք վերցնել եւ մոտենալ կոնսուլտացիայի, այլ ոչ թե ուղարկել ընդհանրապես գրված պրոտոկոլային պատասխանը։ Պրոտոկոլային պատասխան նայելով ոչ մի բժիշկ չի կարող վարչական որոշում կայացնել կամ ձեզ խորհուրդներ տալ, հարգելիս։ Դրա համար ուղղակի կարող եք հեռախոսահամարը ֆիքսել եւ մոտենալ կոնսուլտացիայի համար։ Եթե ուրիշ հարցեր ունենք, բժիշկները ողջունում են միշտ։ Շնորհակալություն։ Մեր Արմինկա Շիրինյանն է, որ առաջի վիրահատությունը անելուց հետո 2 տարի անց կրկնվեց կրկնակի նույն տեղում ու ֆիզիոթերապիայից հետո իդեպ շատ լավ վիճակում է։ Եվ այստեղ Արմինե ջան, քո բախտը չի բերում, մենք երկուսով ենք քո հետ աշխատել։ Այդպես կասեք, թիակներում ցավ կա, չենք կարող գուշակել հարգելիս, ինչից կարող է լինել ձեր թիակների ցավը։ Այսպես հարգելիներս, քանի որ շատ ակտուալ հարցեր այսօր չեք ուղղել, շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության համար, լավ եղեք, առայժմ մինչև հաջորդ հանդիպում։ Հաջողություն։